Ժորժան, գնաճ մեր երկրում ամենուրեք է եւ դրա մասին մենք անընդհատ խոսում ենք, որտեւ անընդհատ մեր մաշկի վրա ամենօրյա ռեժիմով դա զգում ենք եւ ինչ ենք մենք ասում ենք, որ պետությունը պետքա զսպի գնաճը, պետքա լինի մեխանիզմներ, որով որ զսպի այդ գնաճը, որովհետեւ ում մտքին ինչ փչում է, առավոտ զարթնում է, այդ գինն էլ դնում է եւ նույնն էլ վերաբերվում է որոշ առումով նաեւ վարձով տներին, հա։ Հիմա կան մարդիկ, ովքեր նայում ես տունը առհասարակ համապատասխան չի այս կամ այն արժեքին եւ ինչ որ աստղաբաշխական թվեր են ասում։ Այո, կան մարդիկ, որոնք որ բարեխիղճ են, բայց նաեւ շատ անգամ վարձով տների, բնակարանների տերերը անխիղճ են գտնվում։ Նորից եմ ասում, ոչ բոլոր դեպքերում, բայց հաճախակի դա տեսնում ես, որ շուկայականից ավելի բարձր, տրամաբանությունից դուրս այնպիսի թվեր, որոնք առհասարակ ոնց որ բանում լինի, Դուբայում լինի, այդ գնով Դուբայում կարաս տուն վարձես։ Այո, պետությունը նաև պետքա վերահսկի այս ոլորտը, որովհետև մարդիկ տուն չունեն, մնում են դրսում, ինչու, որովհետև չեն կարողանում վարձով բնակարան վարձել։ Այս սա է, որ պետքա անպայման պետությունը զսպի թե մթերքի գինը, թե ապրանքների առհասարակ գինը, թե նաև վարձով բնակարանների գինը։ Եվ այո, մարդիկ խոսում են, ասում են, որ նման խնդիր, խորը խնդիր կա։ Ես Արման Ղուկասյանն եմ, Հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ, եւ ի վերջո մեր երկրում պետք է լինի սոցիալական արդարություն, որովհետեւ սոցիալական անարդարության մթնոլորտում մարդիկ անգամ Հայաստանում այլևս չեն կարողանում գոյատևել։ Տարածեք այս տեսանյութը, գրեք, բարձրաձայնեք մեկնաբանություններում ձեր ասելիքը ասեք եւ բաժանորդագրվեք իմեջին։